Ստրասբուրգի Եվրոպայի պալատում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Արդյունավետ քննարկում ունեցան ԵԽԽՎ նախագահի հետ, Facebook-ի իր էջում գրել է վարչապետը։ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպել է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիոմարի հետ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ գործակցությունը ԵԽ-կառույցների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու գործակցության խթանմանը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը եւ այդ ուղղությամբ գործակցությանը վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել նաև երկու ստեկ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տոյու Օանան անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է X-ի միկրոբլոգում կատարված գրառմամբ։ Ռումինիան շարունակում է վճռականորեն հանձնառու լինել Հայաստանի կայունությանը, դիմադրողականությանը եւ ժողովրդավարական զարգացմանն աջակցելուն, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք տարածաշրջանային խաղաղությունը, երկխոսությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը, իր գրառման մեջ նշել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չինաստանի հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Չեն Սյուանի հետ։ Քննարկվել է դեռևս 2015 թվականին ստորագրված գործակցության համաձայնագրի հիման վրա ձևավորված գործընկերության ընդլայնման հնարավորությունը։ Մկրտչյանը կարևորել է իրավապահ մարմինների միջև արդյունավետ կապ առաջարկելով նոր գործակցության պայմանագիր ստորագրել։ Քննչական կոմիտեից ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում են Մերձավանում առերևույթ սպանություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, ավելի վաղ հայտնել էինք Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի ավտոմոբիլային եւ ՀՀՍ ծառայությունների պետ օգտագործելով իր պաշտոնը 2024-ի հունվարից մինչև 2025-ի ապրիլը պաշտի հրամանատարի եւ վարորդի օժանդակությամբ կեղծ ուղեգրեր է կազմել։ Դրանց հիման վրա ստացվել է 1720 լիտր վառելիքի կտրոն, որից 590 լիտրը տրամադրվել է անձնական մեքենաներով գործուղված բժիշկներին, իսկ 1130 լիտրը նա յուրացրել է։ Պետությանը պատճառվել է շուրջ 514.550 դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել հափշտակության եւ պաշտոնեական կեղծիքի համար, իսկ վաշտի հրամանատարին եւ վարորդին օժանդակության եւ կեղծիքի համար։ Նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատարան։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 250 նոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուս մոտ 98 միլիարդ դրամ արժողությամբ միջազգային վարկային ծրագրով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով դրանք կփոխարինեն ավտոբուսներին ու Գազել Սիթի միկրոավտոբուսներին, լուծելով եւ շարժակազմի եւ օդի աղտոտվածության խնդիրը։ Սեպտեմբերի 29-ի Սրտի համաշխարհային օրը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Stent կյանքի համար ծրագիրն ընդլայնվել է։ Այժմ սրտամկանի ինֆարկտի բոլոր տեսակներով հիվանդները կարող են ստենտավորվել պետական պատվերով, եթե բավարարում են ծրագրի չափորոշիչներին։ Նախարարի խոսքով միայն 2024-ին ծրագրից օգտվել է 2682 մարդ։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 31-ը։ Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հնարավորության դեպքում դիմումը եւ կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված էլեկտրոնային տարբերակով։ Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունում հաղթել է իշխող Եվրոպամետ գործողության եւ համերաշխության կուսակցությունը։ Նախնական տվյալներով այն ստացել է ձայների շուրջ 50%-ը։ Ռուսամետ հերենասիրական դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 24-28%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 52%, ինչը վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշն է։ Ամենայն հավանականությամբ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը 101 տեղանոց խորհրդարանում կստանա մանդատների մեծամասնությունը եւ ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը երկրի 8 մարզերի երկնքում խոցվել է 78 ուկրաինական անօդաչու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով Բրյանսկի մարզի երկնքում խոցվել է 24 անօդաչու։ Ուկրաինան իր հերթին հաղորդել է Դնեպրոպետրովսկի եւ Սումիի մարզերի վրա տասնյակ անօդաչու սարքերի հարձակման, վարչական եւ բնակելի շենքերի վնասման մասին կան տուժածներ։ Համբուրգում երկու քաղաքային ավտոբուսների բախման հետևանքով 20 մարդ է վիրավորվել, այդ թվում երեխաներ, հայտնել է Հրշեջ ծառայությունը։ Ըստ գերմանական նավահանգստային քաղաքի իշխանությունների, վիրավորներից 4-ի վիճակը ծանր է, վթարի պատճառները դեռևս քննվում են։ Ըստ տեղական լրատվամիջոցների ավտոբուսներից մեկը տեղափոխում էր դպրոցականների։ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ժամանել է Չիկագո եւ սկսել ձերբակալությունները հետևելով կարգուկանոն հաստատելու նպատակով քաղաքում ազգային գվարդիա տեղակայելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, հաղորդում է ABC News-ը։